Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ ու իսրայելահայեր YouTube-յան ալիքի մեր հետևորդներ, այսօր շատ այսպես պատվավոր հյուր ունեմ Թբիլիսիից մեր շատ սիրելի միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքական հասարակական գործիչ, փորձագետ պարոն Գեորգի Թոմասյանն է, ողջունում եմ ձեզ Իսրայելից, պարոն Թոմասյան։ Բարև ձեզ, պարոն Չերամորյան, շնորհակալ եմ ձեզ ինձ հյուրընկալելու կալելու համար եւ ուրախ եմ, որ այսպիսի հետաքրքիր հիմա ձեր հետ միասին քննարկում կունենանք։ Այո, ես Բարև։ հետևում եմ, շնորհակալություն, որ միացաք։ Նախ մեկնաբանություններում ես կտեղադրեմ նաև պարոն Թոմասյանի ուրեմն YouTube-յան վերլուծական ալիքի հղումները, որ դուք նաև կարողանաք ավելի մանրամասն սիրելի իսրայելահայեր ծանոթանալ մեր սիրելի հայրենակցի քաղաքական հասարակական գործունեությանը։ Իրավիճակը մեր մոտ բավականին լարված է, պարոն Թոմասյան, այսօր առավոտվանից ժամը 7-ից մինչև հիմա 20-25 րոպե ամենաքիչը տարբերությամբ հրթիռային հարվածներ են, ուրեմն հրթիռների տարափ է այսպես տեղում Իսրայելի ուղությամբ, ասենք 1-2 հրթիռ ամեն անգամ, ոչ թե ասենք համազարկերով 20-30, այլ այսպես 1-2, 1-2, այսօր Իսրայելում զատիկն է, հրեական զատիկն է, Եվ հենց այդ հրթիռահարումների պատճառով է, որ խնդրում եմ հայցում նաև ձեր ներողամտությունը, որ կարող է հենց մեր եթերի ժամանակ հնարավոր է, որ ես ասենք եթերը անջատեմ եւ իջնեմ ռամբապաստարան, հետո վերադառնամ շարունակենք։ Որովհետեւ շատ ժամանակ չկորցնենք, այսօր Պասխան է Իսրայելում, այսինքն հրեական զատիկն է եւ իհարկե տոնորերին իրանցիները մեր համար արդեն իսկ լուրջ անակնկալներ են նախապատրաստել Ընդհանուր ես նայում եմ, որ դուք անդադ վերլուծական հաղորդումներ եք պատրաստում այս հակամարտության հետ կապված, քանի որ պատերազմը հենց Հայաստանի սահմանին է այսօր, այսինքն մեզանից այդքան էլ հեռու չէ, նույնիսկ Սյունիքում լսվում են, ասենք, պայթյունների ձայներ եւ այլն եւ այլն։ Այ ձեր տեսակետից ինչ կանխատեսումներ ունեք, որքան կտևի այս պատերազմը։ Շատ կարևոր հարց է, որովհետև կարելի է ասել, որ հիմա մենք հաջորդ փուլ անցնելու շեմին ենք կանգնած եւ եթե ցամաքային գործողություններ սկսվեն, ապա այդտեղ արդեն բարդ է իրականում կանխատեսել ինչքան ժամանակ կարող են տևել։ Հիշում եք, որ ցամաքային օպերացիաները Իրաքում իր ժամանակ, ուզում Աֆղանստանում, բոլորը նախատեսված էին կարճ ժամկետով։ Իրանը նաև բարդ պետություն է, մեծ պետություն է տարածքով նկատի ունեմ եւ այդտեղ ցամաքային օպերացիաներ անցկացնելը կարող է երկար ամիսների ընթացքում ձգվի ընդհանուր առումով։ Եթե սահմանափակվի հատուկ ջոկատայինների գործողություններով, ապա կարելի է նաև կանխատեսել, որ հնարավոր է ինչ որ հանգուցալուծում։ Այսինքն ես կասեի, որ կամ հանգուցալուծումը շատ մոտ է, կամ շատ հեռու կամ մոտակա օրերի ընթացքում մենք կտեսնենք, որ կպայմանավորվեն այդ ուրեմն գիտեք սկսել է Միացյալ Նահանգները հարվածներ ենթակառուցվածքներին, էներգետիկ, նավթի եւ այլն, այսինքն կամ Իրանը կհրաժարվի Հորմուզի նեղուցի փակման այդ գործընթացից միջուկային ծրագրի ուղղությամբ եւ այլն, պրոքսի ուժերի տերորիստական խմբավորումների, այսինքն կընդունի Միացյալ Նահանգների պահանջները եւ Թրամփը դրա մասին խոսեց երեք, ասաց, որ Իրանում հիմա ուրիշ ղեկավարություն է, առաջնորդները ուրիշ են եւ սա կարելի ասել, որ ուրիշ ռեժիմ է ինքը այսպես գնահատեց, ավելի գիտակցում են ավելի լավ իրավիճակը։ Եթե պայմանավորվեն եւ համաձայնվեն, ուստի կարելի ասել, որ կարող է շաբաթների ընթացքում ունենանք դադար պատերազմում, բայց եթե դա տեղի չունենա մոտակա այս օրերի շաբաթների ընթացքում, ապա պատերազմը կարող է շատ երկար տևի, բավական երկար, խորանա իհարկե Իրանի հնարավորությունները գնալով նվազելու են եւ ձեր ասածն էլ դրա ապացույց է, որ 1-2 հրթիռ են կրակում, ավելի այսպես խնդիր տրամադրության եւ աշխատատեղերի եւ ապաստարան գնալու պատճառով են խնդիր ստեղծում, քան թե ֆիզիկապես այդ 1-2 կրակածը ինչ որ լուրջ անվտանգության խնդիր է ստեղծում Իսրայելի համար։ Այո, այս պահին ձեր թույլտվությամբ առավոտյան ժամը 7-ի տվյալները ներկայացնեն, որպեսզի մարդիկ էլ իմանան, Իսրայելի առողջապահության նախարարությունը այս պահի տվյալներն է ներկայացրել 6286 հոգի է դիմել ընդհանուր պատերազմի սկզբից այս 32 օրվա ընթացքում ուրեմն բուժօգնության, որից 100-ը այս պահին գտնվում են հոսպիտալներում, այսինքն այս մարդիկ դեռ 100 հոգի վիրավորներ կան, որոնք դեռ բուժվում են Լիբանանյան պատերազմի ճակատը բացելուց հետո 10 զինվոր ունենք արդեն
զոհ, որոնք ոչ թե սովորական զինվորներ են, այլ սրանք մոբուժերի, ասենք, կրված տղաներ են, այսինքն սովորական զինվորականներ, սովորական զինվորները ըստ Իսրայելի օրենքի չեն գնում պատերազմ, այլ հիմնականում մոբուժերը այդ հատուկ ստորաբաժանումներն են, որոնք համալրված են մոբուժերով, նրանք են հիմնական բեռը, ասենք, իրենց վրա վերցնում պատերազմի, այսինքն ընտանիքներով, երեխաներով, լուրջ տարիքով մարդիկ են, ոչ թե ասենք երեխաներ, եւ սա իրականությունը, այ կուզենայի հարցնել ձեզ, մեր մոտ մեր կանխատեսումներով հնարավոր է, որ մոտ 3 շաբաթ առնվազն Իսրայելը պատերազմը դեռ շարունակելու ցանկություն ունի, որովհետև կան որոշակի թիրախներ, որոնք դեռ չեն խոցվել։ Ես համաձայն եմ ամբողջությամբ ձեր այդ երկրորդ փուլի հետ կապված, որ արդեն սկսվել է երկրորդ փուլը, այսինքն մինչև առաջին փուլի ավարտը ժամանակ տվեցին, որպեսզի այս մարտակերների ռեժիմը ինչ որ որոշում կայացնի, բայց դա չեղավ։ Հիմա անցել են արդեն ցավոք սրտի երկրորդ փուլին 15,000-ից ավելի կարծեմ թիրախներ են խոցվել համընդհանուր Իսրայելի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցով, բայց երևում է եւս մի 10,000-ներ նորից խոցելու են այս ընթացքում եւ ինչ է կարծում, հենց որ արդեն ինֆրաստրուկտուրային ենթակառուցվածքների հարվածները լինեն, սա չի ավելի բարդացնի առանցայնել ծանր Իրանի ժողովրդի վիճակը, չի արդեն ներքին մղումներ առաջացնի երկրում, ասենք, ընդվզումներ։ Այո, եւ ես անկեղծ ասած անհանգստացած եմ դրանով, որովհետեւ դա կարա բերի նաեւ փախստականների հոսքին դեպի Հայաստան, որովհետեւ արդեն երբ հարվածներ են տեղի ունենում, խոսքին մենք գիտենք, որ էներգետիկ համակարգի ուղղությամբ Տրամպը սպառնում էր եւ արդեն առաջի քայլերը սկսվեց, այդ թվում արտադրության ուղղությամբ այսօր էլ մի քանի գործարան է խոցվել, դա արդեն ոչ միայն զինված ուժերին է բուն, այլ կից ոլորտները, որը նաև տնտեսության ոլորտներն են, որովհետև նույն նավթը գնում է ինչպես զինված ուժերին, այդպես էլ կից ոլորտներին, նույն տարբեր մետաղների արտադրությունը, նույն բովանդակությունը ունի։ Ուստի այս հարվածները, այո, ճգնաժամ է ստեղծելու մարդասիրական։ Ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակը դա չի եղել եւ նպատակը չի, որովհետև վաղուց կարող էին այդ թիրախներին հարվածել, եթե ցանկանային սկզբից պատերազմի, հակառակը իրանք փորձում էին ռեժիմի հետ բանակցել։ Ուղղակի խնդիրը նրանում է, որ այս ռեժիմի հետ բանակցել անհնար է։ Սրանք կարելի ասել մարդակերների այսպիսի ռեժիմ են իրանց բնույթով, հա, իսլամիստական, շիիտական, տերորիստական կազմակերպություն է փաստացի իշխանությունում Իրանում, որը իրանց նպատակը ոչ միայն Իսրայելի դեմ պայքարել է, սեփական ժողովրդի դեմ էլ պակաս չեն պայքարում իրականում, ուղղակի այդ ժողովուրդը ինքնապաշտպանության հնարավորություններ չունի եւ զինված միջոցներ։ Այսինքն ցավոք, այո, դա լինելու է ծանր հետևանքներով։ Հիմա գլխավոր հարցը նրանում է, որ այստեղից կարողանանք այնպես դուրս գալ, որ Իրանի ժողովուրդը նաև մաքսիմալ ուրեմն չտուժվի այստեղից, այդ թվում մարդասիրական, որովհետև 80 միլիոնանոց պետություն է, եթե այդտեղ լինի խնդիրներ պարենի հետ, խնդիրներ ջրի հետ, հոսանքի հետ, ապա դա արդեն ուրիշ ոլորտ կանցնի, այդ թվում ես Հայաստանի համար եմ մտահոգված, բայց ամփոփելով ուղղակի ասեմ, որ կարևոր եմ համարում, որ այս գործողությունները անցնի հետագա փուլ, որը պետք է լինի ապստամբության փուլ, այսինքն նրա փոխարեն, որ երկար Սիրիայի ճանապարհով գնա խոսքին Սիրիան 15 տարի քաղաքացիական պատերազմի եւ ճգնաժամի մեջ էր գտնվում։ Հիմա էլ իրավիճակը մնում է բարդ։ Դրա փոխարեն պետք է փորձել այնպես անել, ինչ սկզբից ասում էին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները, որ մենք կհարվածենք ռեժիմին, հետո ձեզ կոչ կանենք փողոց դուրս եկեք։ Պետք է հույս ունենանք, որ Իրանի ժողովուրդը կկարողանա ազատել իր պետությունը, որտեղ եթե չէ, ամենաշատ թանկ գինը իրանք են վճարելու։ Շնորհակալություն, պարոն Թումանյան, տեսեք, իմ համար շատ կարևոր է հենց ձեր տեսակետը, որովհետև նույն այս մարտակերների ռեժիմի ձևով Ռուսաստանն է կռվում Ուկրաինայի դեմ։ Գիտեք, Հեզբոլահն է, ասենք, նույն շիա ահաբեկիչներն են, որոնք, ասենք, անընդհատ ողջ Իսրայելի հյուսիսը հրթիռահարում են։ Այսինքն, թե Ռուսաստանի, թե ադրբեջանցիների, թե այս շիաների, այս Իրանի ռեժիմի, Իրաքի միլիցիայի, հուտիների, Հեզբոլայի, Համասի, այս բոլոր այս ահաբեկչական ռեժիմների նպատակը մեկն է, այդ թվում եւ գլխավոր ահաբեկիչը Ռուսաստանի, հա, այսինքն մաքսիմալ մարդասպանություն է։ Ուկրաինայում տեսեք որքան հասարակ մարդիկ են մահանում։
Հենց այս իրանցիների հիմնական նպատակն է սա է, որքան հնարավոր շատ հասարակ մարդկանց։ Մինչև այսօր մեկ զինվոր չի սպանվել Իրանից արձակած ներողություն նրտիրներից, բայց փաստացի մարդիկ են հասարակ զոհում, մոտ 20-ից ավելի զոհեր ունենք, հիմա այս պահին դեռ տվյալներ կոնկրետ չունեմ, թե ավելացել են, թե չէ, որտեղ մարդիկ դեռ հիվանդանոցներում են։ Այդ դուք ինչ եք կարծում Հայաստանի կառավարության, երբ որ նայում եմ այս շոուները, ասենք վարչապետին հարվածելու փորձանողը, հետո ռուսական այս 100 միլիոնավոր դոլարները, որ բերել են սրսկել են հայկական, ասենք նախընտրական քարոզարշավի մեջ, ես շատ լուրջ վտանգներ եմ տեսնում Հայաստանի համար։ Արդյոք մեր կառավարությունը ունի վերլուծություն, թե ողջ տարածաշրջանը կրակի մեջ է, այսօր Էմիրատներն են մտել արդեն պաշտոնապես պատերազմի մեջ, այսինքն Ամերիկայի ու Իսրայելի կոալիցիան միացել են նաև այսօր Արաբոցյան Էմիրատները, այսինքն կամաց նաև արաբական երկրներն են ներքաշվելու այս պատերազմի մեջ, ես վստահ եմ, եւ ողջ տարածաշրջանը այրվում է ու չպետք է մոռանալ, որ եւ Իրանում, եւ Իսրայելում, եւ Էմիրատներում եւ ողջ տարածաշրջանում մենք հայկական համայնքներ ունենք, հայեր ունենք, որոնք գիտեք ինչ ծանր պատերազմական իրավիճակում են այս պահին ապրում։ Դուք ինչ կարծիքի եք, դուք երբևէ խոսել եք հայկական իշխանությունների հետ, կան վերլուծություններ, հասկանում են ընդհանրապես ինչ է տեղ ունենում ու ասենք, չգիտեմ, նայելով Հայաստանի լուրերին, այդ fake լուրերին, որ 21 հատ մերկավատանկ են խփել, չգիտեմ ինչ են արել, մեկ ամերիկական, չգիտեմ ինչ ճկարքի, ուրեմն ինտերնետ կայք վկայակոչելով Հեզբոլլահին հաղորդում էր տվել, որ 21 տանկ են խփել Մերկավա, ողջ ինտերնետը Հայաստանի թնդած այնպեսի մի ուրախություն ու այսպես գոռում գոյություններ էին կապել, որ Իսրայելը 21 տանկ է, չկա նման բան, Իսրայելը 21 տանկ չի կորցրել, ինչպես նաև ասենք Բերշևայի նավահանգստի մասին են խոսում, որ մեր մոտ ուղարկի ծիծաղ է առաջացնում, այսինքն էլ տեղ չմնաց Պետախտիկվայի աստղադիտարանը, Բերշևայի նավահանգիստը, ամեն օր այսպես հետաքրքիր անեկդոտներ են մեզ պատմում, թե ինչ են։ Մենք էլ Աստծուն փառք հայկական համայնքը դեռ դիմանում է առաջին պատերազմին, չէ, ցավոք, բայց ինչ կասեք, շատ հարցեր տվեցի կներեք, ուղղակի առաջին հայկական կառավարության իրավիճակի մասին, ինչ կասեք։ Փորձեմ պատասխանեմ, ուրեմն ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա ասեմ ձեզ, որ այն, որ մենք վերջի տարիների ընթացքում կարողացել ենք ինքնիշխանության աստիճանը Հայաստանում աճեցնել, դա շատ հիմա դրական է նպաստում այս գործընթացներին, նաև դա վերաբերվում է արտաքին հետախուզության ծառայության ձևավորման հետ, որը գիտեք, որ նաև իր 2026 թվականի զեկույցում պարզ գրել էր, որ Մերձավոր Արևելքում այս սպառնալիքների մասին պատճառը մեկ է, որովհետև այդ համակարգը ի վերջո ձևավորվել է Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի եվրոպական պետությունների հետ համագործակցությամբ, այսինքն իրանց գործընկեր այդտեղ կառույցների հետ, հա, խոսքի նույն CIA-ը նկատի ունեմ, որը տրամաբանորեն իրանց գլխավոր գործընկերն է։ Ես համոզված եմ, որ հաշվի առնելով հիմա վստահությունը, որը կա Հայաստանի վարչապետի եւ կառավարության հանդեպ, ճիշտ է, այդ վստահությունը վերջնական չէ, որովհետեւ մենք դեռ չենք դուրս եկել հապկից, դեռ Ռուսաստանի հետ պայմանագրեր ունենք մի խոսքով եւ այլն, բայց ամեն դեպքում շատ լուրջ աճել է այդ ամենը վստահությունը, համոզված եմ, որ Միացյալ Նահանգները տեղեկատվություն են տրամադրում Հայաստանին, որը անհրաժեշտ է նրա համար, որ Հայաստանը կանխատեսումներ անի։ Մյուս կողմից, իհարկե, ինչ վերաբերվում է նախընտրական գործընթացին եւ այդ շոուներին, որը դուք նշեցիք եւ այլն, հասկանալի է, որ երբ նախընտրական գործընթաց է, ստիպված լինելու են այդ նույն հանդիպումները մարդկանց հետ, այցերը եւ այլն, որը կարող մի քիչ անհասկանալի երևա հիմա, երբ այսպիսի մեծ պատերազմ է տարածաշրջանում, բայց ամեն դեպքում ընտրությունները հետաձգել չի ստացվի եւ դա ստիպված այդ ճանապարհով պետք է գնանք։ Հայաստանը իհարկե շատ լավ իմ պատկերացումով պետք է հասկանա ընդհանուր վտանգները, որովհետև սա Միացյալ Նահանգները վերջերս հրապարակեցին իրանց ուրեմն հետախուզության զեկույցը 2026 թվականի, որտեղ որ գրված է, որ Միացյալ Նահանգները 5 պետություն են ընկալում ինչպես գլխավոր սպառնալիք։ Դա Ռուսաստանն է, Չինաստանն է, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Պակիստանը միջուկային զենքի պատճառով։ Այստեղ իհարկե շատ հետաքրքիր է, որ Պակիստանն էլ է նշած, եւ Պակիստանը գիտեք, որ այն պետությունն է, որը իր անձնագրերում գրած ունի, որ բոլոր պետություն այս անձնագրով կարող եք մեկնել բացի Իսրայելից։ Եվ փաստացի Պակիստանը միջուկային պետություն է, որտեղ որ երեք ասեմ, որ Իսլամաբադում հանդիպում է տեղի ունեցել,
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարների։ Այստեղ բացի շիիտական այս տերորիստական միավորման, որը դուք շատ ճիշտ իհարկե նշեցիք, Իրանը, Հեզբոլահը, Հութիները, Իրաքի միլիցիաները, այդ ամենը մի հրեշի տարբեր գլուխներ են, հա, բայց այդտեղ Համասն է հետաքրքիր։ Գիտեք շատ լավ, որ Իրանը Համասին էլ էր աջակցում, չնայած նրա, որ սուննի է Համասը, բայց վերջերս նաև Իբրահիմ Կալինը, Թուրքիայի արտաքին հետախուզության պետը, Համասի ներկայացուցիչներին է հյուրընկալել Թուրքիայում։ Այսինքն այդտեղ Թուրքիայի գլուխը երևում է եւ զարմանալի է, գիտեք, երբ Հայաստանում մարդիկ ասենց չեն խորանում եւ փորձում հասկանալ իրավիճակը։ Մենք Հայաստանը նկատի ունեմ, բնական դաշնակիցներ ենք Ուկրաինայի հետ ստացվում եւ Իսրայելի հետ բնական դաշնակիցներ։ Ուրիշ հարց, Ադրբեջանը օգտագործել է պահը, որ մեր մոտ կագբեական իշխանություններ Հայաստանում եւ իրանց արգելել էին Մոսկվայից Իսրայելի հետ մոտենալ, որովհետեւ Իսրայելի հետ մոտենալը Ամերիկայի հետ մոտենալել է նաեւ, եւ այդ պատճառով ուրեմն Ադրբեջանը օգտագործեց այդ պահը եւ շիիտական պետությունը, որը շատ կարեւոր էր Իսրայելի համար, որ հարաբերություններ ունենար, մոտեցավ իրան եւ զարգացեց հարաբերությունները։ Մենք էլ այսպեսի ազգովի փոքր երեխայի նման ենք, որը նեղացել է, ասում է, բա ինչի եք այսպես ձեզ պահում։ Նրա փոխարեն, որ մենք Իսրայելի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնենք, վերջի տարիների եւ ամիսների ընթացքում, գիտեք, դուք ամենալավը գիտեք դա իհարկե, ինչպես Իսրայելի համայնքի ներկայացուցիչ, որ քայլեր արվել են Հայաստանի իշխանությունների կողմից, ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել, որ հորդորեմ այդ քայլերը արվեն, որովհետև մենք պետք է Իսրայելի հետ հարաբերությունները մոտեցնենք։ Իհարկե Հայաստանի համար դա Իրանի դեմ ուղղված քայլեր չեն, բայց տրամաբանությունը այն է, որ մենք նաև Հայաստանում պետք է հասկանանք, հա, մեր համար ինչքան էլ հարևան լինի այս Իրանը այս ձևաչափով, մեր համար այս ռեժիմը նաև իր սպառնալիքները ունի, գուցե ոչ ուղիղ, բայց գիտեք, օրերս երբ խոսքին ամերիկյան համալսարանը Երևանում հայտարարեց, որ այլևս չպետք է ուսում լինի, հա, այսինքն մեղքը ինչու՞մ է, որ մենք Ամերիկայի հետ համագործակցում ենք, իսկ մենք ինքնիշխանության դեմ է, չէ՞, ստացվում, այսինքն Իրանը չպետք է գծեր խախտի։ Այստեղ նաև ավելացնեմ, պարոն Չերնամոնյան, որ կարծում եմ իսրայելական հանրությունը դեռ չէր ունենա այդ տեղեկատվությունը։ Երեք Վրաստանում Իրանի դեսպանը ուրեմն սպառնալիքներ է հնչեցրել Վրաստանի։ Այո, այո, ասել է, որ եթե դուք համագործակցեք մեր թշնամիների հետ, իրանց ինչ որ այստեղ ուրեմն ճանապարհ տակ, բայց հասկանալի չի ինչ ճանապարհ, այսինքն դեպի Իրան չեն տալու հաստատ ճանապարհ, որովհետև մի օր շուտ Մարկո Ռուբիոն էր զանգել Վրաստանի վարչապետին, խոսել էին չնայած սրված հարաբերությունների եւ մի խոսքով այդ վտանգը նրա մասն է, որ պատերազմը հեռու չի, անպայման հաշվի առեք եւ մեր թշնամիների հետ հարաբերություններ չզարգացնեք։ Հիմա Իրանի խնդիրը դա ստացվում, մենք Ամերիկայի հետ, Վրաստանն էլ, Հայաստանն էլ շատ լավ հարաբերություններ ունենք, Իրանի հետ էլ նորմալ հարաբերություններ ունենք։ Հիմա Իրանի պատճառով պետք է հրաժարվենք Ամերիկայի հետ հարաբերություն ունենալ, համալսարան խոսքին ունենալ, կամ ավելին, հիմա դուք շատ լավ գիտեք, Իրաքում առհասարակ իրանք Բաղդադում դեսպանություններին են հարվածում ամերիկյան։ Այսինքն մենք ամերիկյան դեսպանություններ էլ ունենք, հիմա Իրանի պատճառով ինչ պետք է այստեղ անենք։ Ուստի դա կարծում եմ բերում է նաև այն կարծիքի այստեղ, որ իրականում Իրանը ավելի մեծ սպառնալիք է, քան մենք շատ լավ ընկալել ենք, որովհետև գնալով ստացվում է, որ այս ռեժիմը ուղղակի ճիշտ է բարձրաձայնելը բարդ է Հայաստանի դեպքում էլ, բայց ես համոզեցնում եմ ձեզ, Երևանում շատ լավ հասկանում են, որ այս ռեժիմը եթե փոխվի, եթե գա նորմալ արևմտամետ, իրանամետ այդտեղ իշխանություն, ապա շատ լավ է իրավիճակը լինելու այդ թվում Հայաստանի համար։ Պարոն Թումանյան, շնորհակալություն, բայց ցավոք սրտի ես Հայաստանի կառավարությունում եւ քիչ կառավարություն, բայց շատ ավելի վերլուծաբաններ կարծես արհեստականորեն դարձել են Իրանի իրավապաշտպանները, առավոտվանից մինչև ուշ երեկո գովում են Իրանին, Իրանը հաղթել է, Իրանը չգիտեմ ինչ է արել, չպետք է ու մեր կառավարության, ասենք, քայլերն էլ տեսեք մի կողմից չէր նայվում կոպիտ ասած Սուրեն Պապիկյանի այցը պատերազմից 2 օր առաջ Թեհրան, բայց գուցե գնացել էր գարանտիաներ ստանալ դրա համար, ասենք, ողջ աշխարհը դիստանցվում է Իրանի այս չալմավոր մարտակեր ռեժիմից, բայց
մեր կառավարությունը, ասենք, օր առաջ պատերազմից գնում, ներկայանում էր եւ հանդիպումներ են ունենում եւ խոսում են այս ռեժիմի հետ ռազմավարական, հիշում եք, ռազմավարական պայմանագիր կնքելու մասին խոսակցություններ կար, որը մեր համար շատ անընդունել էր։ Ինչ վերաբերում է ձեր այն մոտեցմանը հայ-հրեական հարաբերությունները, ես 23 տարի Իսրայելից դա եմ բարձրաձայնում, ցավոք սրտի Հայաստանի կառավարությունը ճիշտ է քայլ արեց, դեսպանատունը բացեցին, հետո դեսպանին հետ կանչեցին։ Հիմա այս պարագայում իմ կարծիքով հայ-հրեական հարաբերությունները դիվանագիտական գետնի վրա շատ վատ վիճակում են գտնվում։ Ազգային ժողովում մենք ունենք Հայաստան-Իսրայել ավելի ճիշտ պարլամենտական բարեկամության խումբ, եւ այդ խմբի մեջ ավելի քան 10 падգամավոր են ընդգրկված եւ ԿՊ-ից եւ ընդդիմադիր կուսակցություններից ոչ մի բան չի արվում։ Հենց քանի տարի է խորհրդարանն աշխատում, որևէ խորհրդարանական համագործակցության, համատեղ այցելություններ, որևէ մի աշխատանք ցավոք սրտի չի իրականացվել։ Հիմա հայերը կասեն, թե հերու նստած, ասենք, քննադատում եք, ես Հայաստանի քաղաքացի եմ, ես կուզենայի, որ Հայաստանի կառավարությունը, մեր պետությունը ջերմ հարաբերություններ ունենար Իսրայելի հետ, ասում ես Իսրայել, հասկանում ես Ամերիկա, ասում ես Ամերիկա, հասկանում ես Իսրայել։ Եթե դու թրիպ ունես, եթե ասենք Ադրբեջանը փորձեց օգտագործելով Իսրայելի հարաբերությունները մոտիկանալ Դոնալդ Տրամփի հետ, բայց այդ հարաբերությունները 180 աշճան շրջվեցին ի հակառակ Ադրբեջանի եւ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները, նաեւ հրեաները կարողացան ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ ուղղությամբ տանել այս պայմանագիրը եւ տրիպի հարցն է հիմա, որը այս պայդրությամբ տրիպը միակ մեր երաշխավորն է փաստորեն տարածաշրջանում, հասկանում եք, եւ չեմ տեսնում մեր հայկական կառավարության կողմից հենց այն ջիղը, այն ցանկությունը համատեղ հարաբերությունների, թեկուզ առաջարկում ենք մշակութային օրեր կազմակերպենք, այս պատերազմը անցնի, Հայաստանի մշակութային օրերն Իսրայելում կազմակերպվի, որոշակի շարժ, խորհրդարանական հանդիպումներ, խորհրդարանական փոխայցելություններ եւ այլն եւ այլն։ Ժամանակին կար բիզնես ֆորում Սերժ Սարգսյանի ժամանակ, որ հրեա գործարանները գնում գալիս էին Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսները, ղեկավարներն էին գալիս Իսրայել, փորձի փոխանակություն կար, վերապատրաստում կար բժիշկների Իսրայելում, հասկանում եք, որոշակի շարժ կար գյուղատնտեսության ոլորտում եւ այլն, այս ամբողջ հիմա զրոյական ոլորտ, զրոյական մակարդակի վրա է ցավոք սրտի գտնվում։ Ճիշտ է, մեր մոտ պատերազմի վիճակը ծանր է, բայց Իսրայելն օրինակ հնդկական զինատեսակներ, որ փոխանցվում են Հայաստանում, նաեւ իսրայելյան գիտեք տեխնոլոգիաներ են պարունակում եւ առանց Իսրայելի թույլտվության նման բան տեղի չէր ունենա։ Այսինքն Իսրայելի ձեռքը շատ ավելի այսպես հաստ ու պինդ է մեկնել դեպի Հայաստանը, բայց Հայաստանի կողմից դեռևս այդ ձեռքը ցիկ սեղմելու ցանկությունը չկա ցավոք սրտի, որովհետեւ կներեք, բայց դուք ասացիք ձեր խոսքում դերևս ռուսական նավի մեջ ենք, հապկի մեջ ենք, բազաները Հայաստանում են, 100 միլիոնավոր դոլարները հոսում են հայկական համայնք Հայաստան եւ ոչինչ չի արվում դրանք կանխելու համար, կուսակցություններին թողնում են, որ գրանցվեն, թողնում են, որ ռուսամոլները բաժանեն այդ ընտրակաշառքները բոլորին, մարդիկ էլ սիրով վերցնում են այդ գումարները, այս է խնդիրը, ոչինչ չի արվում այս ուղղությամբ։ Հիմա ինչպես պետք է մեր ժողովրդավարությունը պաշտպանենք, երբ որ այսօր մեր վարչապետը գնացել է Պուտինի հետ հանդիպելու մի մարդու հետ, ովքեր գիտեք Բուչայի հերթական տարելիցներ, մի նախադասություն չգրեցին, ասենք կներեք, չասեցին Ուկրաինայի ժողովրդին, դե մենք կիսում ենք, ցավակցում ենք, կիսում ենք ձեր այս դառնությունը։ Պարոն Չեռնոմոնյան, շատ հարցեր նշեցիք եւ փորձեմ պատասխանեմ ձեզ եւ ասեմ, որ Բուչայի ուղղությամբ իհարկե հայ հանրությունը պետք է դիրքորոշում ունենա, բայց այսօր իշխանությունը մենք այդքան դեռ ինքնիշխան չենք, որ կարողանանք այդպիսի որոշումներ կայացնել, արդար եւ ճիշտ որոշումներ։ Այսօր Հայաստանը, որը 80%-ով կախված է իր տնտեսությունը Վրաստանից եւ 20%-ով Իրանից, այդտեղից էր գալի ճանապարհների առումով, այդտեղից էր գալի նաեւ Իրանի ուղղությամբ այդ քայլերը, նաեւ հնդկական զենքի մատակարարման Իրանով պատճառը, որտեղ Վրաստանը, որտեղ ռուսական իշխանություն է եկել, որը ասեմ ձեզ, որ նաեւ հակաամերիկյան, հակաիսրայելական է իր բնույթով, Իրանի ռեժիմին է մոտիկացել Վրաստանը, շատ ակտիվ եւ Վրաստանը նաեւ այստեղ կոնսպիրացիոն ինչ որ բաներ է տարածում, որը իր մեջ անտիսեմիտիզմ էլ ունի ի վերջո, որտեղ միշտ դա գալիս է անտիսեմիտիզմին, այսինքն Վրաստանում Ռուսաստանն է իշխանում
իշխանությունում եւ այսօր Վրաստանով 100%-ն է անցնում Հայաստանի տնտեսության նավթ, գազ, պարեն եւ այլն։ Հիմա միջև մենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ չկայունավորենք ինչ որ մի ձև հարաբերություններ են Վաշինգտոնի եւ ուստի Երուսաղեմի նաեւ շնորհիվ աջակցության, որովհետև մենակով մենք դա հաստատ անել չենք կարողանա, այդ թվում Վաշինգտոնի համաձայնությունները Հայաստանի համար բարդ է նույնիսկ Վրաստանի առումով մի հայտարարություն անի, Ռուսաստանի առումով, Իրանի առումով։ Մի բան ուղղակի կարևոր արձանագրեմ, որ ես անձամբ բազում անգամ դա այդ ամենը ֆիքսված է իհարկե հարցազրույցներում, ասում էի, որ գոնե, եթե այդ թեման ռազմավարական հարաբերությունների Իրանի հետ արդեն դուք չեք կարող մերժել Իրանին, իրանք են այս թեման բարձրացրել իհարկե, եւ դուք ստիպված ասում եք այո, որովհետեւ մերժելը բարդ կլիներ հատկապես հնդկական զենքի մատակարարման ֆոնին, հետաձգեք որովհետև իմ համար ինչպես վերլուծաբան պարզ էր, որ պատերազմը շեմին է, էնել գիտեք ամիսներ քննարկվում էր, որ երբ կսկսվի այս պատերազմը։ Մի բան էի ասում, որ գոնե հետաձգեք, որ չլինի այդ իրավիճակը, որ դուք ստորագրեք ու պատերազմ սկսվի։ Եվ ուրախ եմ, որ գոնե իմ նաև ինչ որ ներդրումով եւ ուրիշների ներդրումով հասանք նրան, որ չեն ստորագրել։ Այսինքն հիմա ստորագրելը չկա այդ կողմում, այդ ստորագրելում, այդ ստորագրելու են վաղը այլևս չի լինի ֆիզիկապես։ Հիմա հարցը նրանում է, որ գոնե պատերազմը արդեն որ կավարտվի, դրանից հետո պարզ կլինի ինչպես շարժվենք։ Համոզված եմ, որ նույն հայ-հրեական հարաբերություններն էլ հենց պատերազմի ավարտից հետո մենք հնարավորություն կունենանք իհարկե այլ ավելի զարգացնել։ Ես հուսով եմ, որ մենք կհասնենք նրան, որ Իրանում կլինի ռեժիմի փոփոխություն, ինչը ես շատ դրական եմ գնահատում այս պատերազմում, որ դրսևորված է ինչպես նպատակ, որովհետև Հայաստանի համար դա կենսական է։ Եթե այդտեղ լինի արևմտամետ իշխանություն, այսօր այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանում էլ խնդիրներ կան, Իրանը այդտեղ կարա, դե տեսեք, Իրանը կարա այդ դեպքում Իսրայելի դաշնակից լինի եւ Հայաստանի դաշնակից, այսինքն եւս մեկ կապող կոնկրետ քայլ, որտեղ մենք գիտենք, որ Իրանի ժողովուրդը չի, որ Իսրայելի դեմ է, դա այդտեղի այդ ռեժիմն է։ Մյուս կողմից դա էլ պետք է արձանագրել, Թուրքիան, որ գլուխ է բարձրացնում ակտիվորեն, նույնիսկ իրանց մոտ մի հատ նախարար կա, ներքին գործերի նախարարն էր նախկինում, Սոյլու, վերջերս հայտարարել էր, որ իրանք կարող են գալ եւ Իսրայելը ոչնչացնել նույնիսկ, գիտեք, հա, սպասում ենք։ Երկրորդ տեղն է զբաղեցնում Թուրքիան ինչպես վտանգ Իսրայելի համար, այդ թվում իր Ջուլանի այդ իշխանությունը, որտեղ տեսնում ենք ինչ է կատարվում դրուզների ուղղությունով, Հոլանի բարձունքների թեման կարա ինչ որ փուլում բարձրաձայնվի եւ այլն, բայց այդտեղ ինչն է կարեւոր, որ այս տրիպի ծրագիրը, եթե ուրեմն մեր վերահսկողություն տակ լինի, ապա ամեն ինչ նորմալ կլինի, բայց վտանգները նրանում են, որ թուրքերը, ադրբեջանցիք եւ բանը կենտրոնական Ասիան եթե ուրիշ օրակարգ ունենան, ուստի այստեղ Երևանի, Վաշինգտոնի եւ Երուսաղեմի շահերը համընկնում են, որ Հայաստանը ամուր կանգնի այսօր, որ Թուրքիան այդ կենտրոնական Ասիա թուրքական պետություններից չբերի տնտեսություն, ժողովուրդ եւ ռազմական հնարավորություններ, որ ամրապնդվի վաղը մյուս օր դառնա Իրանից հետո համար 1 խնդիրը Իսրայելի համար։ Ուստի այսօր, դե գիտեք, շահերն է ամենակարևորը միջազգային հարաբերություններում, այսօր Իսրայելի եւ Հայաստանի շահերը համընկնում են։ Եվ այդ առումով մենք հսկայական հնարավորություններ ունենք, որ մոտեցնենք հարաբերությունները։ Ես համոզված եմ եւ խոստանում եմ նաեւ, որ հենց այս պատերազմի իրավիճակը անցնի, մենք կսկսենք լուրջ արդեն այսպիսի ներդրումներ անել եւ ջանքեր ուղղել այն ուղղությամբ, որ այդ բոլոր կապերը, որը այս պահին դեռ ակտիվ չէ, ակտիվանա եւ վառ օրինակը, գիտեք, Իսրայելի նաեւ խոսքին դեսպանի հարցազրույցներ Հայաստանում որ տվեց, ինչ հետո դիտումներ եւ այլն, այսինքն դրական օրակարգը կա, բայց այդտեղ ես տեսնում եմ իհարկե նաեւ մեր այսպես հակառակորդ ուժերի, որոնք հայ են ազգանուններով, բայց իրանց Մոսկվայից են կառավարում, շատ լուրջ ջանքերը, որ հայ-իսրայելական հարաբերությունները չզարգանա, դա մեկ-մեկ դաշնակցությունն է, մեկ-մեկ եկեղեցում չգիտես ինչ է հնչում եւ այլն, այսինքն այդ ուղղությամբ փորձում են ինչ որ բացասական կերպար Իսրայելից ձևավորեն, ռուսամետ ուժերը միշտ դա փորձել են այստեղ անել, հա, դա KGB-ի ծրագիրն է, կոնկրետ, իրանք շատ լավ գիտեն, որ հայ ազգը եւ հրի ազգը լիքը ընդհանուր բաներ ունի, շատ, այդ թվում, եթե մեր սփյուռքերը, ես երբ Ամերիկայում եի վերջերս, այնտեղ հրեաների հետ նաեւ հանդիպումներ ունենք, եթե մեր սփյուռքերը սկսեն իրար հետ համագործակցել աշխարհում, ապա մենք երկու ամենահսկայական ազդեցությունը կարող ենք ունենալ ամբողջ աշխարհի
մակարդակով այդ համագործակցության նաև շնորհիվ։ Այդ պոտենցիալը, այդ թվում թուրքական պետությունների զսպելու պոտենցիալը, այդ թվում Վաշինգտոնի հետ դաշնակցության պոտենցիալը, որովհետև Հայաստանը կարող է Իսրայելի նման դաշնակից դառնա եւ պետք է դառնա իմ պատկերացումով։ Այդ ամենը լրջագույն ճանապարհներ են բացում համագործակցության համար Երևանի եւ Երուսաղեմի միջև։ Եղավ, շնորհակալություն եւ վերջին հարցը մեզ արևելքը կրակի մեջ է եւ մեզանում այսօր ամենակարևորը հայկական ժառանգության, հայ մնալու եւ մեր կյանքերի խնայողության հարցն է, մեր համայնքների ամենաթեթև այսպես հնարավոր, հա, պատկերացումներով անվնաս դուրս գալն է այս պատերազմներից եւ նաեւ Հայաստանի Հանրապետության համար է, սա շատ կարևոր մարտահրավ էր։ Ինչ կմաղթեք, ասենք, որ հայ ժողովուրդը դուրս գա իր մեջ հավաքական ուժ գտնի, որպեսզի միավորվի եւ ողջ համայն հայությունը մեկ բռունցք դառնա։ Մեր մոտ մեզանում ցավոք սրտի Սփյուռքից երբ որ խոսում ենք, ես ասենք այստեղ Իսրայելից, դուք Թբիլիսիից, տարբեր բոլոր այս կարծիքները մեկն է, մենք ուզում ենք տեսնել ուժեղ Հայաստան, միահամուռ հայկական համայնք, բայց տեսեք արևմտյան ուժերը, փաստորեն արևմտյան կողմնորոշում ունեցող կուսակցությունները Հայաստանում ջլատված են եւ մեր հետաքրքրությունն այն է, որ մենք ունենանք ուժեղ Հայաստան, հզոր Հայաստան, արևմտյան Հայաստան, արևմտյան արժեքների հիմքում կանգնած, արևմտյան քաղաքակրթությունը Հայաստանից դուրս հանած եւ Հայաստանում նորից վերագտնելու այսպես հնարավորության հույս փայփայող Հայաստանը ես ուզում տեսնել այս ընտրություններից հետո, բայց ցավոք սրտի շատ այս շոուները, թեկուզ այն տեր շոուն, որը ավարտին չհասցվեց, ոչինչ ավարտին չի հասցվում, ցավոք սրտի եւ այս օլիգարխներն այսօր շարունակում են իրենց կեղտոտ գործը, որևէ մեկը չի պատժվել, վերջերս էլ կառավարությունը, չգիտեմ, տարբեր որոշումներ է կայացրել նորից, չգիտեմ, ես ելք չեմ տեսնում ամենայն դեպս մի քիչ այս պատերազմական վիճակով էլ հուսալքված ենք այստեղ, չենք տեսնում որևէ, ասենք, լույսի շող, դուք ինչ կասեք։ Այս ընտրություններում իհարկե նրա համար որ ունենանք ուժեղ Հայաստան, հզոր Հայաստան, պետք է ուժեղ Հայաստան կուսակցությունը պարտվի, այսինքն ռուսական գործակալական այդ ցանցը եւ այս ընտրություններում այլընտրանք քաղաքացիական պայմանագրի հաղթանակին որ տրիպ ծրագիր եւ խաղաղության օրակարգը լինի չկա, որ մենք կարողանանք Վաշինգտոնի հետ մոտենալ եւ այդ դրա շնորհիվ նաեւ Իսրայելի հետ։ Մյուս հարցն է, որ ես շատ անգամ կոչ եմ արել, որ արևմտամետ առողջ ուժերը միավորվեն։ Հիմա իրանց խնդիրն է, որ չեն կարողացել միավորվել եւ այլընտրանք ձևավորել, այդ պատճառով մնացել ենք քաղաքացիական պայմանագրի եւ մյուս կողմից ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի եւ Քոչարյանի KGB-ի գործակալ Քոչարյանի ուրեմն իրավիճակում։ Հիմա այստեղից ելքը այն է, որ վարչապետը նորից պետք է ստանա մանդատ։ Դրանից հետո մենք պետք է արդեն բերենք նրան, որ այդ ամենը ինչ չի իրականացվել, իրականացվի, այսինքն եկեղեցու հարցը պետք է միջև վերջ այդտեղ նկատի ունեմ գործակալների հարցը լուծվի, իհարկե պետք է Միացյալ Նահանգների հետ թրիփով ռազմավարական հարաբերությունները խորանա, պետք է եվրոպական ինտեգրման այդ գործընթացը իրական սկսվի, պետք է խաղաղության փաստաթուղթը եւ օրակարգը ավարտվի, այսինքն դրանով դուրս գանք այդ իրավիճակից, որովհետեւ շատ վտանգավոր հարցեր կան այդտեղ, դուք գիտեք, հարավային Ադրբեջան կոչված ծրագիրը նաեւ Ադրբեջանի, որը Իրանի տարածքն է ներառում եւ այլն, այսինքն այստեղ մեծ process-ներ են, որը Հայաստանի համար վտանգավոր է, եթե մենք չունենանք այդ խաղաղության օրակարգը եւ եթե գնանք գուբերնիայի ճանապարհով։ Ոստի իրավիճակը բարդ է, ամենաբարդ պահին են գուցե գտնվում, բայց շատ բան կախված կլինի ուրեմն Իրանի ուղղությամբ այս իրավիճակից եւ որոշումից, այդ իսկ պատճառով ես մաղթում եմ ոչ թե Իսրայելին, ոչ միայն Իսրայելին, այլ կարելի ասել քաղաքակիրթ աշխարհին, որի փոխարեն այսօր ամենակարևոր պայքարն է մղում Իսրայելի պետությունը, որ ավարտի այս փաստացի այսպիսի ուղիղ որ գնահատական տակ չարիքի ցանկությունները, որը մենք գիտենք, հա հիմա դուք ասում եք հարվածում են ուրեմն հրթիռներով 20 րոպեն մեկ, հա, որ միջուկային զենք ունենային։ Ինչ էինք անելու։ Ոչ միայն Իսրայելը, բա մնացած միջև Եվրոպայի իրանց։ Եթե ահաբեկվում է Հայաստանը, ասենք, մեր օդ ինչպես ենք փակելու, ամերիկյան համալսարանի ուսանողներն այսօր Zoom-ով են դաս սովորում։ Սրան ենք հասել, որ Իրանը կարող է ամերիկյան համալսարանի խփի։
մենք եւ դեսպանություններին եւ այլն մենք գերի կլինեինք այս ինչպես Հյուսիսային Կորեան է գերի պայում մի քանի հարևան պետությունին մենք գերի կլինեինք այս ռեժիմի ուստի Իսրայելը այնինչ անում է մարդկության համար է անում ճիշտ է շատերը դա չեն գնահատում շատերը փորձում են միայն վատը տեսնել այդ առումով բայց երբ մի փոքր հեռու ես նայում եթե Իսրայելի պետությունը այսքան ջանքեր ճուղեր այս ուղղությամբ մենք մերձավոր արևելքում հիմա ունենալու ենք միջին դարեր մենք ունենալու ենք իսլամիստական խալիֆատներ այդտեղ եւ չգիտեմ ինչ գաղափարներ ուստի դա շատ վտանգավոր է եւ Հայաստանում էլ պետք է ընկալենք դրա վտանգը այդ պատճառով մենք մաղթում ենք Իսրայելին եւ Իսրայելի հայ համայնքին ես անձամբ մաղթում եմ խաղաղություն մաղթում եմ հաղթանակ չարիքի վրա այս գործընթացներում եւ չարիքը եւս մեկ անգամ ոչ թե ուրեմն Իրանի ժողովուրդը չէ հակառակը Իրանի ժողովուրդն էլ այդ չարիքի ուրեմն այդ չարիքի ներքո է հայտնվել եւ իրանց համար է լուրջ խնդիր դա այսինքն Իրանի ժողովրդին էլ մենք մաղթում ենք ազատություն եւ տեսնում ենք թե ինչ լուրջ օգնություն է նաև շատ տեղերում միասին են չէ ցույցեր կազմակերպում Իսրայելի ու Իրանի ժողովուրդները այո դա նաև վառ օրինակ է ուստի խաղաղություն եւ նաև Փեսախն եմ շնորհավորում իհարկե Իսրայելին պետությանը եւ քաղաքացիներին Եղավ, շնորհակալություն շատ, քանի որ մեր ցավոք սրտի մեր իսրայելահայեր յութուբյան ալիքը շատ հաճախակի չեն կարող այս պատերազմի պայմաններում շատ աշխատել ցավոք սրտի, շատ շնորհակալություն ձեր ժամանակի համար եւ տեսեք Աստծո կամքով այս 35 րոպեն կարողացանք առանց պատերազմի, առանց տագնապի միասին Աստծո կամքով անցկացնել, մեկ նախադասությունով հիշեցնեմ, որ մեր ուրեմն հյուրներ այսօր միջազգային հարաբերությունների մասնագետ Թբիլիսից քաղաքական հասարակական գործիչ մեր շատ սիրելի ու հարգելի պարոն Գեորգի Թումասյանը շնորհակալություն ձեզ պարոն Թումասյան ձեր ժամանակի համար եւ ես էլ առաջարկում եմ մեր հայրենակիցներին բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին ես ամեն անգամ սա չեմ կրկնում ուղղակի մեր ալիքի հիմնական նպատակը ուղղակի Իսրայելից մեր մտահոգությունները փոխանցելն է, այսինքն ամենօրյա ռեժիմով աշխատելու հնարավորություն չունենք, բայց հնարավորություն ունենք գոնե մի քանի անգամ, ասենք ամսվա ընթացքում ներկայացնել այն իրականությունը եւ այն վերլուծությունները, որոնք որ այստեղ իրականում տեղի են ունենում, շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Չորնոմիրյան